Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 10-ին է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երեք խոստացել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին կանդրադառնամ ուշագրավ դրվագներին, դա առանձնացրել եմ, այսօր ուղղակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային թեմաները շատ են, եթե կհասցնեմ կխոսեմ այսօր այս թեմայի վերջում, եթե չէ կմնա վաղը, մի խոսքով իմ խոստումը կկատարեմ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր Մոսկվայի ժամանակով 17 ժամացը Երևանով 18։ Իդեպ արդեն այդ հեռախոսազրույցը կայացել է, դեռ նորություն չունենք, թե ինչ են քննարկել, նույնիսկ չգիտեմ ավարտվել է թե չէ, մինչև այս ընթացքում որ եթեր կգնա, հաստատ մենք կանդրադառնանք հետագա մեր հանդիպման ժամանակ, բայց ինչ սպասել դրանից անպայման կասենք, հետո համեմատություն կանենք, թե ի վերջո ինչ սպասեցինք և ինչ ստացանք։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ Դոնալդ Տրամպը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Էդ էլի նկատի ունենանք, որովհետև Դոնալդ Տրամպը փորձել է նաև վերջնական ճշտի Զելենսկու հետ, թե ինչ չափով կարող է ինչի մասին խոսել, դա հասկանալի է, բայց մինչև այդ հեռախոսազրույցը, որպեսզի Պուտինի նախապայմանները դուր չի գալիս Դոնալդ Տրամպին, ինքն էլ ստիպված է ալնում անընդհատ հիշեցնել, որ կարող է անցնել պատժամիջոցների, Պուտինը մեկ ուրիշ ձևով է ակնարկում, որպեսզի հեռախոսազրույցը իր օգտին լինի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը կկարողանան ճնշել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և ամբողջությամբ գրավել Ուկրաինայի 4 նահանգները։ Այսինքն ինքը նկատի ունի, որ այդ 4-ը, որը դեռ մինչև հիմա չի էլ կարողացել ամբողջ տարածքը վերցնի, բայց արդեն հանրաքվե արել, նաև այդ տարածքներն է ներգրավել իր սահմանադրության մեջ, անտրամաբանական մի բան, իրավական առումով լրիվ անգրագիտություն, իսկ ագրեսորի համար դե անգրագիտությունը ինչ, բայց միևնույն ժամանակ այդ որ տենց կարծում ես մինչև տարեվերջ կկարողանաս այդ 4 մարզերը գրավես, բայց 2022 թվականին 3 օրում էլ ամբողջ Ուկրաինան է իր գրավում, քո զորքերը Կիևի մատույցներում էին, ինչ եղավ, այսինքն հիմա այն որ Դոնալդ Տրամպի խելքը կերել են, որ ասում է, հա, եթե ցեղ չլներ, ինքը Կիևը կգրավեր, ցեղն է խանգարել, էլի, հասկանում ենք, ծանր պայմաններ է, բայց ինչի ես ուրախանում, որ ցեղ չլներ ու գրավեր, այսինքն դա ինչ է տալիս, էլի, որ այսինքն ափսոս, որ ցեղ է, թե ինչն էր պատճառը, որ այդքան հզորություն ուներ Ուկրաինա, Պուտինը, բայց այդ բոլոր ժեստերը, ինչպես տեսնում ենք, անհետևանք է մնում և Դոնալդ Տրամպը ստիպված լինի վերանայել իր վերաբերմունքը, իսկ եթե վերանայեց, պարտավոր է բավական կտրուկ վերանայի, որպեսզի այս կորցրածը հետ բերի։ ԱՄՆ նախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները փոքր-ինչ փակուղի են մտել, և ԱՄՆ պաշտոնյաները գիտակցում են դա։ Կարծում եմ նախագահ Դոնալդ Տրամպը կասի նախագահ Պուտինը, լսիր դու լուրջ ես տրամադրված, Պուտինը կարծես չգիտի, թե ինչպես դուրս գա այս պատերազմից, ասել է Վենսը լրագրողներին։ Այսինքն, երբ որ այս բանակցության հետ կապված, հենց դա է հարցը, որ պետք է նաև հասկանալ, թե ինչ է պետք անել, որ կարողանալ պատերազմը դադարեցնել։ Այս հարցում ակնհայտորեն մի զարմանալու բան չի, իմ համակրանքը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իհարկե Ուկրաինայի կողմն է, ակնհայտ, որևէ թեմա ուղղակի լինել չի կարող։ Մի պարզ պատճառով, որովհետև մարդիկ կռվում են իրենց հողի համար։ Կռվում են 3 տարուց ավել պայքարում են, բայց չեն զիջում ոչ մի միլիմետր, պայքարում են ազնազո կերպով։ Եվ գոնե, որպեսի հասնեն նրան, որպեսի հավաքական արևմուտքը հասկանա, որ ի վերջո պետք է աջակցի Ուկրաինային, ագրեսորը պետք է պատժվի։ Եթե ագրեսորին խրախուսեցիր, ամբողջ աշխարհը դառնալու է ագրեսոր։ Եթե տեսնի, որ ագրեսիայի արդյունքում ոչ թե պատժվում է, այլ բոնուս է ստանում։ Իսկ ինչի՞ պիտի դա չանեն, որ
Դրա համար այս հարցում ուղղակի ես կարծում եմ, որ ուշ թե շուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կվերանա իր մոտեցումը, եւ բացի դրանից դուք պատկերացեք եվրոպական որևէ երկիր ընդունում է, որ այն ինչ որ Ռուսաստանը գրավել է Իրանն, վաղը ոնց է կանգնելու, ասես, գիտես ինչ, ես դա հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Մի հատ հարց կա, դա կկարդամ, հետո այդ կանադառնամ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանական, արդյունաբերական եւ առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով։ Զելենսկին նամակը պատրաստել է Հռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո։ Հատուկ ուշադրություն է դարձում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանը, ասում է հաղորդագրության մեջ, այսինքն Զելենսկին հետևողականորեն տանում է դա, որ եթե Դոնալդ Թրամփը հետաքրքրված է տնտեսական գործունեությամբ, դա է կարևորում, դե կարևորում է սարի միասին համագործակցենք, իսկ այդ համագործակցության ընթացքում օգնի մենք մեր կռիվը շարունակենք։ Իսկ քանի որ եվրոպական երկրները, հատկապես այդ ակտիվ երկրները, լուրջ դերակատարություն ունեցողները մշտապես իրանց ուշադրության կենտրոնում են պահում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հեռախոսազրույցից առաջ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները մայիսի 18-ի երեկոյան, այսինքն երեկոյան ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ եվրոպացի առաջնորդների եւ ԱՄՆ նախագահի զրույցը կենտրոնացել է Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ երկու կողմերի համար պատերազմի աղետալի գնի վրա։ Իդեպ ուշադրություն դարձնենք այն եռյակը ակտիվ, որ կար Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, դրան գումարվել էր նաև Լեհաստանը, բայց ինչպես տեսնում ենք, այս զանգի ընթացքում Լեհաստանը չի մասնակցում, այլ Իտալիան։ Այո, մի փոքր թյուրիմացություն էր եղել, Ջորջո Մելոնին, որը Իտալիայի վարչապետը, որը շատ լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի եւ նրա ադմինիստրացիայի հետ, բայց բոլոր հարցերում ինքը ընդգծված առաջատանում եվրոպական շահերը, այնպես չի, որ ինքը զուտ Իտալիայի շահերից է խոսում, բայց ինչ-որ թյուրիմացության պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նեղացել էր Մելոնիից, որ ինչ-որ Ուկրաինայի հարցում ինքը այս կամ այն հարցով իրան ճիշտ չի պահ, գործը անգամ հասել էր նրան, որ միջնորդական առաքելությամբ, այսպես ասած, բարիշացնում էին Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ Գերմանիայի կանցլերը, եւ հիմա արդեն Մելոնին ինքը մասնակցել է այս քննարկումներին, իսկ դա շատ ուրախալի է, որովհետեւ ինքը իրան արժանապատվորեն է պահում այս հարաբերություններում, միանգամից չի ասել, դե եթե ես լավ եմ Թրամփի հետ, այնա մեր հարցերը լուծենք Իտալիայի, ինչ եմ խառնվել ուրիշ գործերի, ինչի պետք է ես իմ խոսքը օգտագործեմ կամ խնդրանքը կամ ինչ որ ձևով դիմումը մեկ ուրիշի համար։ Ինքը ընդգծված ստանում է, ընդգծված այսպես եվրոպական անվտանգության քաղաքականությունը Ուկրաինայի թիկունքին կանգնել է, այնպես որ դա շատ ողջունելի է։ Իսկ ինչ վերաբերում է Լեհաստանին, նայեցիք Պուտինի հերոստա ասենց ելույթը մի հատ, ասում է ժամանակին Ստալինն է տվել Լեհաստանի այն արևմտյան մասերը Լեհաստանին։ Պատերազմից հետո դե պարտվել է Գերմանիան Լեհաստանին տարածքը։ Եթե Լեհաստանը հիմա մեզնից դժգոհում է, մենք դա կվերանայենք։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Ենթադրենք Լեհաստանը քեզնից դժգոհում է։ Դու ի՞նչն ես վերանայում։ Լեհաստանի տարածքները, Լեհաստանից կտրելու ես 10 Գերմանիային, թե վերցնելու ես քեզ, որովհետև Ստալինն է տվել։ Այսինքն տեն Ստալինի արածին տեր ես։ Բա որ Ստալինի արածին տեր ես։ 39 թվականի օգոստոսի 23-ի Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտով, որ որոշեցիք Լեհաստանը կիսեք եւ դառնաք հարևան, այն կողմից, որ մտնի Գերմանիան, այս կողմից մտնի Խորհրդային Միությունը։ Այդ ժամանակ Ստալինի արածը չես հիշում, Թելեհերի գլխին ինչա դրել։ Բայց մոռացել եք։ Այսինքն հիմա Լեհաստան պետությունը վերացնելու Գերմանիայի հետ միասին վերացնելուց հետո, երբ որ Գերմանիան հարձակվում է Խորհրդային Միության վրա, արդյունքում պարտվում է եւ Լեհաստանին տարածքատրվում, որպեսզի այս կողմից էլ Լեհաստանից վերցնեն, այսինքն Լեհաստանը չտուժի այդ հարցում եւ
իրանց մեղքերն են քավում եւ այդ պարագայում ստացվում է մի բան էլ եթե հանկարծ Լեհաստանը Ռուսաստանի դեմ վատ խոսա կարող է Պուտինը վերանայի այդ տարածքները կամ Ստալինի ժամանակների տվածը հետ վերցնի այս կարգի արտահայտություններն է հենց Եվրոպան օգտագործում իր ժողովրդին ասում է ժողովուրդ ջան սա ոչ մի սահման չի ճանաչում հասկացեք մենք պետք է զինվենք այս մարդը չի կանգնելու իսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ քաշվեց մենք միայնակ չենք կարող պայքարել Ռուսաստանի դեմ ուրեմն պետք է ռազմական արդյունաբերությանը զարգ տանք մենք պետք է լուրջ քայլեր անենք այդ ուղղությամբ այսինքն ավելի լավ ժողովրդին բացատրել որ ձեր հարկատուների հաշվին մենք պետք է զինվենք որպեսզի պաշտպանվենք Ռուսաստանից Պուտինի այդ հայտարարությունը Պուտինի հայտարարությունը եթե Հայաստանում գիտենք Լեհաստանում չգիտե թե դա ինչ է նշանակում Եվրոպական միությունը եւ միացյալ թագավորությունը նախնական համաձայնության են հասել պաշտպանական եւ անվտանգության համագործակցության, ձկնորսության ու երիտասարդության շարժունակության ոլորտներում։ Նախքան երկուշաբթի Լոնդոնում նախատեսված Եվրամիություն Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը, դե իհարկե այդ արդեն տեղի ունեցել է։ Լոնդոնում նախատեսված այս համաձայնությունը կբացի ճանապարհ բրիտանական ընկերությունների համար մասնակցելու Եվրամիության խոշոր պաշտպանական պայմանագրերին։ Բրյուսելում եւ անդամ երկրների ներկայացուցիչները ստացել են համատեղ ըմբռնման տեքստը, որն այժմ հայաստատման փուլում է Եվրամիության բոլոր 27 անդամ պետությունների կողմից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհանդիպեն Լոնդոնում, սա կլինի Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուց հետո, Brexit-ից հետո հարաբերությունների ամենանշանակալի վերանայումը, որը միտված է խթանել առևտրային եւ պաշտպանական համագործակցությունը, եվրոպական անվտանգությունն ու բրիտանական տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Ինչի է սա հատուկ կարևորեցի, որովհետեւ առանձնահատուկ կարևոր դեր է ստանձնել Մեծ Բրիտանիան, նույնիսկ դուրս գալուց հետո Եվրամիությունից շատ ավելի սերտ է համագործակցում համաեվրոպական ծրագրերին, քան անգամ Եվրամիության անդամ երկրներ։ Ու դա շատ ողջունելի է, ունի շատ ավելի շատ պակասն է լրացնում այն ինչ որ բյուրոկրատական հարցերի պատճառով Եվրոպայում խնդիրները առաջանում, ինքը այդ պակասն է լրացնում, բացի երբ որ եղավ տարաձայնություններ Եվրամիություն Միացյալ Նահանգներ, նա չանցավ Ամերիկայի կողմը, որպես Ամերիկայի սերտ դաշնակից ավանդաբար ստեղծված եւ նույնիսկ այդ պարագայում անգամ չփորձեց միջնորդի դեր կատարել, թեպետ միջնորդական հանդիպումներ ունենում էր, ընդգծված Միացյալ Նահանգներին ցույց տվեց, որ ինքը համաեվրոպական շահերի կողմնակիցն է, ուղղակի պատրաստ է այդ միջնորդական առաքելության, բայց չասեց ես անկողմնակալ երկուսի կողմից եմ, ոչ, նա Եվրոպայի կողմից է շատ ավելի սերտ համագործակցում։ Սա իհարկե շատ ողջունելի է, նույնիսկ եթե փոխվեց ադմինիստրացիան, նույնիսկ եթե կոնսերվատորներից պահպանողականներից հետո եկան լեյբորիստները։ Լեյբորիստները իհարկե եկան պահպանողականների սխալ քաղաքականության պատճառով, նաև տնտեսական քաղաքականության պատճառով, բայց մի միլիմետր չզիջեցին նրանց արտաքին քաղաքականության հարցում, մեղքը չգցեցին նախկինների վրա, չասեցին, որ դուք այսքան պարտքերի մեջ, այսքան խնդիրների մեջ, այս ճգնաժամային իրավիճակի մեջ թրել եք բան եք անում, Ուկրաինա եք օգնում։ Բացարձակ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, ընդհակառակը ամեն ինչ արել են դա շարունակելու, շատ ավելի մեծ բեռ վերցնելու իրանց վրա։ Այն դեպքում, երբ որ տնտեսական այդ ճգնաժամից դուրս գալու ծրագրի լեյբորիստները այդպես է չունեին, ուղղակի դժգոհության ալիքի վրա եկան, բայց արժանապատվորեն իրանց պահեցին։ Այո, կգա ինչ-որ մի ժամանակ կյանքը ցույց կտա, բրիտանացիները ֆիքստուլ ազգեն էլի, նրանք տեն չեն կոտրվի ասել, վայ, ուզում ենք հետ գանք Brexit, դա իրանց ոչի մեջ չի։ Բայց եւ միևնույն ժամանակ պետք է նայել այսպիսի խնդիր։ Այո, շատ դեպքերում գուցե Մեծ Բրիտանիան, որ առանձին է եւ այդ կոնսենսուսով կայացված որոշումների մեջ իր վրա չի տարածվում, ինքը կարողանում է ակտիվորեն համագործակցել օգնել, ինչ որ միտեղ դրական է, բայց մի խնդրեմ կա։ Այդ պետությունը շատ է ուզում տարբեր տեղեր մասնակցի, ակտիվ քայլեր անի, բայց կողքից բզում ասում են, ընկեր, հո չես մոռացել, որ հիմա կայսրություն չես էլի,
դու նույնիսկ Եվրոպայի ամենամեծ համախառն ներքին արդյունքը չունես, ամենամեծ բնակչությունը չունես, ամենամեծ տերիտորիան տարածքը չունես։ Կարող է ցանկությունդ, կարող է պատրաստակամությունդ մեծ է, բայց քո քաշով չի, քո հակով չի։ Իսկ մենք չենք ուզենա Բրիտանիայի ամբիցիան կոտրվի։ Այո, եթե նույնիսկ ինքը Brexit Եվրամիության անդամ էր, ինքը մի քիչ ավելի նենց առանձին արտոնյալ վիճակում էր, Շենգեն գոտու մեջ չէր, Եվրո գոտու մեջ չէր, ինքը ամեն դեպքում փորձում էր ամեն ինչ անել, որ շատ հարցերի մեջ ներգրավված չլինի։ Բայց եթե Եվրամիությունը երբևէ կորոշի, որ փոխի իր կանոնակարգը, որի պարագայում որևէ մի երկիր այդ 27-ից, հանկարծ ասենք Սլովակիայի Ռոբերտ Ֆիցոյի նման կամ Հունգարիայի նման որոշեն այդ հարցերում կոնսենսուսով որոշում կայացնելու դեպքում արգելափակեն որոշումները, այդ պարագայում եթե դա կվերանային, գուցե եւ կհասկանան անհրաժեշտությունը, որ Մեծ Բրիտանիան վերադառնա Եվրամիություն, նոր որակի Եվրամիություն։ Այսինքն դեռ այդ հարցը այնուամենայնիվ իրանց նախաձեռնությամբ չի լինի, բայց Եվրամիության անհրաժեշտության պարագայում կարող է այդ հարցին այնուամենայնիվ վերադառնալ, որովհետև այնպես չի, որ հաճույքով դուրս եկան կամ այդ դուրս գալուց հետո իրանք շատ լավ են իրանց զգում, որովհետև տեսեք նաև ինչի համար եմ ասում, ռազմական ծախսեր են իրանք ավելացնում, Եվրամիությունը ավելացնում, անդե նորմատիվներ են նայում, նորմատիվների արդյունքում իրանք կարող են նենց անել, որ այդ երկրները արտոնություն ստանան ռազմական ծախսերը ավելացնելով, նաև տնտեսական ճգնաժամի հարցում օգնեն, ժողովրդին է ցույց տան, թե ինչի համար ենք դա անում, իսկ Մեծ Բրիտանիան չի օգտվի Եվրամիության այդ փաթեթներից, այս կարգի համագործակցությունը դրա համար եմ ասում շատ օգտակար է, եթե իրանք իսկապես հասկանան, որ որոշակի բյուրոկրատական բաներ պետք է նայեն, գուցե եւ հասնեն դրան, որ Մեծ Բրիտանիայի վերադարձը արդարացված լինի, համարելով, որ եթե մի քիչ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քիչ պասիվանա, այդ դեպքում Մեծ Բրիտանիայի անհրաժեշտությունը իրոք կառաջանա։ Դա իհարկե իմ առաջարկությունն է, եթե լսեն կանեն, դե հիմի այն որն են լսում, որ Սկի մերոնք չեն լսում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր 18 ամենակարևոր առևտրային գործընկեր երկրների հետ ձգտում է առևտրային համաձայնագրեր կնքել։ Ինձ թվում է, որ մենք շատ տարածաշրջանային գործարքներ կկնքենք, խաղադրույք կլինի Կենտրոնական Ամերիկայի եւ Աֆրիկայի մի մասի վրա, ասել է ֆինանսների նախարարը։ Նախարարը հավելել է, որ օտարերկրյա ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը կվերադառնան ապրիլի 2-ին սահմանած սկզբնական մակարդակին, եթե երկրները 90 օրվա ընթացքում համաձայնության չգան Վաշինգտոնի հետ։ Ինչպես տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աստիճանաբար փորձում է գա այն վիճակին, վերանայի այն ինչ որ սենց շոկային ձևով աշխարհին ներկայացվեց եւ նաեւ իրանք իրանց մոտ նայեցին, որքանով է դա բխում Միացյալ Նահանգների շահերից, կամած վերանայելով գալիս են ինչ որ մի հատ բնականon վիճակի։ Իսկ այդ բնականon վիճակի հետ կապված դրան արձագանքում է նաեւ ֆոնդային բորսան, դրան արձագանքում է տնտեսությունը։ Համենայն դեպս այն դժվարությունները, որը ստեղծեցին, իրանց հուշեց, որ ինչ ճանապարհով պետքա գնան։ Շատ լավ դենց ներկայացվեց, որ այ բոլորը թալանել են Ամերիկային, այ տեսեք հիմա ինչ ենք անում, թալանը հետ ենք բերելու եւ այլ, հետո պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի մեջ ունեցած իր աշխարհակաղակական դիրքով ու ռազմական հզորությամբ ու տնտեսական հզորությամբ հենց դրանով է օգտվել, որ ինքը աշխարհում այդ դերակատարությունը ունի։ Այլապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեկուսացնել, մտածելով, որ մենք ավելի լավ կապրենք, խորը թյուրիմացություն է։ Կարծում եմ, որ այդ թյուրիմացության հետ կապված Միացյալ Նահանգների ադմինիստրացիան կվերանա իր մոտեցումները, իսկ ես որպես Հայաստանի քաղաքացի ավելի շատ եմ շահագրգռված, որովհետև մեզ պետք է, որ աշխարհում լինի կարգ ու կանոն։ Եթե աշխարհում կարգ ու կանոն չկա, մենք կարող ենք շատ անհանգիստ լինել։ Եթե որևէ ձևով դա ֆիքսված չէ։ Երկրորդ աշխարհամարտ է եղել, հակահիտլերյան կոալիցիայի անդամներն են հավաքվել, նոր աշխարհակարգ են ձևավորել, հետո որոշ երկրներ անհանգստացել են, հետո դիմել են Մեծ Բրիտանիային, ներողություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եկեք մի հատ էլ Հելսինկի եզրափակիչակն է եղել, ֆիքսվել է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության սկզբունքները, դրանից հետո Ստամբուլի գագաթնաժողովն է եղել, շատ ենք խոսել դրա մասին, ինչի եմ ասում, այդ ամեն ինչը մենք համարել ենք երաշխիք։
Իրաքը մտել է հարևանի տարածք, Քուվեյթը մտել, կոալիցիոն ուժերեն հավաքվել են, գնացել են, պատժել են ագրեսորին։ Այս ամեն ինչը մենք հասկանալի է եղել։ Եվ միշտ բացատրել ենք, ասել ենք ժողովուրդ ջան, ո՞նց եք կարծում, որ մեր գործընկերը Ռուսաստանն է կամ որևէ։ Տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Դրան վերադառնալը ավելի շատ բխում է Հայաստանի շահերից, քան անգամ Միացյալ Նահանգների կամ Ուկրաինայի կամ որևէ մեկ ուրիշի։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ինչ է ասել. մենք ունենք մեկ շատ հստակ կարմիր գիծ, դա ուրանի հարստացումն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա հարստացված կարողությունների նույնիսկ 1%-ը։ Ամեն ինչ սկսվում է մեր սկզբունքային դիրքորոշումից։ Այն է գործարքից, որը չի ներառում հարստացման հնարավորությունը, ասել է Ուիթքոֆը։ Հերթական սպառնալիքը Իրանի հասցեին, որ դու պետքա չունենաս դա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հակադարձել է, որ Իրանն ուրանը հարստացնելու է անկախ այն բանից, թե ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ։ Այսինքն այս փոխադարձ սպառնալիքները շարունակվում են, իսկ որ դա մեզ համար մտահոգիչ է, դա ամեն օր ենք խոսում, ինչքան նման հայտարարություն լինում է, ամեն անգամ դրան անդրադառնում ենք, որովհետև դա նաև ոչ միայն անդրադառնում է Ամերիկա-Իրան փոխհարաբերություններին, այլ Ամերիկայի հետ հարաբերությունը կկարգավորվի, թե Ամերիկայի հետ հարաբերությունը կվատանա, դրանով պայմանավորված է, թե Իրանը ինչ է որոշում աշխարհի հետ անել, ում հետ հարաբերությունը լավացնել, Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնել, Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ, որի պարագայում ցանկացած նրա վայրիվերումները մեզ համար մտահոգիչ է, ում հետ պայմանավորվեց, ինչ պայմանավորվեց, իսկ այս անկայուն վիճակից, այս վայրիվերումներից որոշ երկրներ մեծ ցանկություն ունեն օգտվելու։ Դա է պատճառը, որ ուշով հետևում ենք Իրանի զարգացումները, մի անգամ էլ ասեմ, այո, Իրանը այնքան խնդրեմ չի ունենա, ինչքան մենք կունենանք, եթե Իրանը ներքաշվի դրա մեջ այս անկայուն տարածաշրջանում։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացված երկկողմ փոխհարցությունները։ Իրանի նախագահ Փեզեշքյանը իր ողջունելը փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ինչի դա կարդացի, որովհետև այս մի քանի օրվա ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է տարբեր տրամաճեպի պաշտոնյաների հետ, չգիտեմ, գուցե այդ օրերի ընթացքում, որ այնտեղ էր նաև միջոցառման էր մասնակցում, բոլորի հետ էլ հանդիպելը նորմալ է, ուղղակի այս ընթացքում մի քիչ մեզ համար վտանգավոր է այսքան շատ տարածվում է այդ հաղորդագրությունները, որ Իրանը, երբ որ անընդհատ է սպառնալիքների մեջ է Միացյալ Նահանգների հետ, այս ժամանակ մենք անընդհատ Իրանի բոլոր տրամաչափի պաշտոնյաներից հավաստիացումներ ենք ստանում, որ ինքը մեր թիկունքին կանգնած է։ Այն դեպքում, երբ որ մենք տենում ենք ինքը ինչ է խոսում Պակիստանի հետ, ինչ է անում մեկ ուրիշների հետ, ինչ է խոսում Ադրբեջանի հետ։ Իհարկե Իրանի հետ մենք պետք է նորմալ հարաբերություն պահենք, հազիվ նորմալ ենք, ինչի համար չպահենք, բայց միշտ ենք խոսում այդ մասին, որ չպետք է գերագնահատել Իրանի հնարավորությունները, որովհետև կարող է իր խնդիրները տարածվի նաև մեր վրա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ եւ Արաղչին տեղեկացրել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումների, ինչպես նաեւ Իրանի ու եվրոպական 3 երկրների Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջև վերջերս կայացած հանդիպման մասին։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի միջուկային օրինական իրավունքները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն պետք է հարգվեն։ Նա ասել է, որ եթե մյուս կողմից կա իրական քաղաքական կամք եւ Իրանի իրավունքների նկատմամբ հարգանք, Թեհրանը պատրաստ է կառուցել փոխշահավետ փոխգործակցություն պատժամիջոցների վերացման դիմաց։ Ֆիդանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի կառուցողական մոտեցումը դիվանագիտական հարցում եւ հայտնել է այս հարցում ցանկացած օգնություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամություն։ Ահա ժողովուրդ ջան, այս էլ հատուկ դրա համար, որտեղ հիմա տեսնում ենք ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարցը քննարկում է Թուրքիայի հետ, մի հատ էլ Ամերիկայից դժգոհում է, մի հատ ասում է մենք մեր գծի վրա մնում ենք, այդ իր իրավունքն է, իր շահերն է պաշտպանում։ Իսկ մենք այս պարագայում պետք է զգուշ լինենք, որ իմանանք, որ մեծ հույսեր չկապենք Իրանի հետ, դա կարող է մեզ համար իրոք խնդրահարույց լինի։
Բելգիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ, Կիևը կստանա 20 արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ, տանկեր, 16,000 միավոր զենք, մոտ 100 զրահապատ շտապողության մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլն եւ այլն։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ եվրոպական երկրները նույնիսկ իրանց հեռավորությունը, որ վտանգավոր հեռավորության չէ իրանցը Ռուսաստանից, այնուամենայնիվ հետևողականորեն աջակցում են Ուկրաինային եւ գիտեն, որ ոչ միայն պատերազմը շարունակվելու է, այլ նաեւ հետագայում նույնպես Ուկրաինայի հետ պետք է օգնեն, որովհետեւ Ուկրաինան ի վերջո մնալու է սահման Ռուսաստանի հետ, այսինքն դա Եվրոպայի արևելյան սահմանն ալնելու իրանց համար։ Ավելի լավ է սահմանը պահեն, քան ամեն մեկը մտածի իրանց երկրի սահմանը։ Financial Times-ը հաղորդում է, Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել ստեղծել 150 միլիարդ եվրոյի զենքի վարկավորման հիմնադրամ Ուկրաինայի վերազինման եւ աջակցության համար։ Այս նախաձեռնությունը Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվել էր այս տարվա սկզբից, որպես մայրցամաքի վերազինումը արագացնելու միջոց։ Մեխանիզմը անդամ պետություններին թույլ կտա Բրյուսելից վարկ վերցնել եւ դրանք օգտագործել զենք գնելու համար, հիմնականում համատեղ գնումների միջոցով։ Հաղորդվում է, որ այսօր առավոտյան դաշինքի երկրները նախնական համաձայնության են եկել հիմնադրամի պարամետրերի վերաբերյալ, պաշտոնական հաստատումը սպասվում է չորեքշաբթի օրը։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ Եվրոպան չի խաբվում նրա հետ, որ Ռուսաստանի հետ կարելի է խաղաղության գնալ եւ վերջ։ Ռուսաստանի հետ խաղաղության գնա թե չէ, հետևողականորեն զինվելու են, իսկ եթե Ուկրաինան ասում է, Ուկրաինան ունի ամենամարտունակ բանակը, ամենաշատ զենքը, լավ էլ զենք է արտադրում, այդ ժողովուրդն է, եթե այսքան դիմանում է, ու այսքան էլ վայրի վերումներին դիմանում է, այսքան էլ Ամերիկայից ասում է, որ դե պետք է զիջես, դու հաղթատուկ չունես, եւ այլ, այս ամեն ինչի մեջ մնալուց հետո ամենալավ ձևով Ռուսաստանի հետ սահմանը, այսինքն Եվրոպայի սահմանը, Ուկրաինայից լավ ոչ մեկը չի պահելու։ Ինչպես տեսնում եք, նրանք հասկանում են դրա հարցի կարևորությունը։ Եթե ժամանակին այդ պահը բաց են թողել, շատ հանգիստ համագործակցում են Ռուսաստանի հետ, նավթի գազի պատճառով էլ մի հատ ամոթանք էին տալիս Ուկրաինային, ասում էին, թե այդ ղրիմին ինչ ես կպետ, դու իրանց պրծի էլի, մոռացի այդ ղրիմը, մոռացա, բա ոնց է որ հիմա Պուտինը ուրիշ բաներ է հիշացնում, Լեհաստանի տարածք է հիշացնում, էդ էիք ուզում։ Իսկ հիմա նայենք մեզ համար ոչ պակաս մի մտահոգիչ հարցել, որ եթե ուշադրի լինենք, դա կարելի է մտածել ինչ ձևով դեմը առնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի վրա, ընթանում են ինտենսիվ մարտեր, մենք առաջ ենք շարժվում, մենք վերահսկողության տակ կվերցնենք ամբողջ հատվածը, բայց դա անելու համար մենք պետք է գործենք այնպես, որ մեզ ոչինչ չկարողանա կանգնեցնել, ընդգծել է Նեթանյահուն։ Իհարկե նաև քանի որ հանդիպել է նաև Ադրբեջանի հետ, դա էլ կասեմ, դրա համար կասեմ, երկուսը իրար հետ ասեմ, թե ինչու՞մ է խնդիրը։ Բայց դուք տեսեք, հիմա Գազայի հետ կապված այս ակտիվությունը, որ Իսրայելը ունի, ինքը հասկանում է, որ կոպիտ ասած վաբանկ է գնում։ Տեսնում է, որ ամեն ինչ պետք է անի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերանայի վերաբերմունքը մի քիչ ակտիվացնի Իսրայելի հետ կապված, բայց դա այդպես չի։ Նույնիսկ այս Գազայի հետ կապված հարցի պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը նախատեսում էր գնալ Իսրայել, այդ հանդիպումը ինքը հետաձգեց, որովհետև չցանկացավ, որ իր այցելությունը համընկնի այս Գազայի հետ կապված նման որոշում կայացնելուն Բենյամին Նեթանյահուի, ստացվի այնպես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է, մանավանդ որ ինքը ասել էր Գազան դատարկեք, տարածքը ինձ պետք է, բայց հասկացավ, որ դա չի ստացվում, իսկ հիմա Իսրայելը երբ որ դա անում է, կա մի խնդիր, որը նորից էլի վերադառնանք այդ թեմային, քանի Գազայում կար Համասը եւ Համասը վտանգ էր ներկայացնում Իսրայելին, Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ուներ, 100 անգամ ասած կլեմ, ոնց կարող է պատահի մենք իսլամիստ ահաբեկչի նկատմամբ համակրանք ունենանք։ Անկախ նայած մենք Իսրայելն ընդունում ենք, չենք ընդունում, հայրաներին ընդունում ենք, ոնց կարող է պատահի մենք համակրենք, գտնենք, ասենք, այն մարտես Իսրայելին չենք ընդունում, այս ինչ լավ է, իսլամիստ ահաբեկիչները գնացին, կրակեցին մարդկանց, պատանդ վերցրեցին, աբսուրդ էր, երբ որ մեր մոտ տենց բաներ են ասում, ժողովուրդ ջան, դուք հասկանում եք ինչ եք ասում, կամ դուք ոնց եք գտնում, որ կարա 22 հատ արաբական պետություն լինի, մի հատ հայկական չլինի, այսինքն այդ ինչ գործիքով չափեցիք դա, այդ հարցում չի քննարկվում, դա ակնհայտորեն, բայց երբ որ Գազայից կրակում են, հասկանում ես ահաբեկիչ է, երբ որ դու ասում ես, որ այնտեղ
Պաղեստինցի ահաբեկիչներ էլ կան, մենակ միք Համասը նայեք, դուք հասկացեք, որ ընդեղ էլի կան, այդպես մի կարծի, էդ էլ ենք ընդունում, որ դու ահաբեկչի դեմ ես պայքարում, բայց երբ որ դու ասում ես գնանք դատարկենք, ամբողջական վերահսկողություն հաստատենք, այլևս խոսքը ինքնապաշտպանության մասին չի, այլևս այն խաղաթղթերը, որով որ աշխարհին ասում եք, ժողովուրդ չեք հասկանում, այս ահաբեկիչների ձեռից կրակն ենք ընկել, մենք ուզում ենք հանգիստ ապրենք, հանգիստ ապրում ես ուրիշի տունեն չես դատարկում, այսինքն այս հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգները սկզբից ոգևորեց Իսրայելին, հետո հետ քաշվեց, բայց Իսրայելը քանի որ փաստի առաջ է կանգնած, առաջ է գնում, բայց ինքը այս հարցում դաշնակիցներ չունի, նույնիսկ Ամերիկան այլևս չի ցանկանում, որ այս էթնիկ զտում անելու տարբերակով Իսրայելը վերահսկողություն հաստատի եւ ինքը դրա պատասխանատվությունը իր վրա վերցնի։ Հիմա պարզապես Իսրայելը մղում է, որ Ամերիկային մտցնի խաղի մեջ, բայց այդ նույն Իսրայելը Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է Ադրբեջանի գործընկերոջ հետ Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը եւ ընդգծել ընդհանուր շահերի խորը ռազմավարական դաշինք եւ փոխադարձ վստահության կարևորություն։ Իսրայելը պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Իսրայելի եւ Թուրքիայի միջև միջնորդական ջանքերի համար։ Այս իրանց խորը ռազմավարական դաշնակցությունը ում դեմ է, ժողովուրդ ջան։ Կարծում եմ դժվար չի հասկանալ, որ նաև առաջին հերթին մեր դեմ է, այլ ում դեմ պետք է լինի։ Որովհետև Ադրբեջանը ինչ հարցում պետք է Իսրայելին օգնի, որ ում հետ պայքարի հարցում, նույնիսկ Համասի հարձակման հետ կապված այդ աջակցությունը այդքան էական բան չէր Իսրայելի համար, բայց Իսրայելը Ադրբեջանի հետ կապված, այո, մտածում են, որ պլազդարմ օգտագործեն Իրանի դեմ, եւ այս պարագայում, այսպես ասեմ, այս եղել է ժամանակ, եղել է պահ, որ մենք կարող էինք մեր հարաբերությունները նորմալացնել Իսրայելի հետ եւ նրա միջոցով Ամերիկայի հետ։ Այդ պահը մենք բաց ենք թողել, բայց եթե ասենք այսօր պետք է դա անել, անիմաստ է առհասարակ, ասենք նախ չենք կարող անել, որովհետև ինչ էլ անենք նա Ադրբեջանի հետ շատ խորը կապեր ունի, եւ երկրորդ այս պարագայում այնքան խնդիր, ինչքան իր վրա Իսրայելն է վերցրել, հաստատ մենք չենք պատրաստում իր խնդիրները մեր վրա վերցնենք, բայց մենք պետք է մտածենք դա չեզոքացնելու համար Ամերիկայի հետ աշխատելը։ Առավելևս որ Ամերիկան հիմա իրեն չի կոտորում Իսրայելի համար, ինչպես տեսնում եք, այն սկզբնական ակտիվությունը Տրամպը որ ուներ եւ որ հասկանում են, որ դա չի լինելու, անգամ զարմացած ասում է ոնց Իսրայելը խաբվեց, էլի ոգևորվեց Տրամպի խոստումներից ու ինքը նախահարցակ եղավ, այս պարագայում մեզ ավելի շատ հետաքրքրում է Միացյալ Նահանգների հետ այդ հարցերը ճշտել, որ ոչ մի պարագայում Իսրայել-Ադրբեջան գիծը չաշխատի ընդդեմ մեզ, քան թե մենք մտածենք, որ եթե մենք էլ լավ աշխատենք, մենք էլ հարաբերությունը կկարգավորենք։ Չենք կարգավորի, նրանք շատ խորը ձևով լավ էլ հարաբերվում են, իսկ մենք այդ ընթացքում արաբներին ենք ժեստեր արել, Թուրքիային ենք ժեստեր արել, Պաղեստինի պետություն ենք ճանաչել, թե մեր ինչին էր պետք։ Ու հաստատ իմանալով, որ դա անիրատեսական է այս պահին, մինչև այդ սահմանների հարցերը չճշտվի, իսկ այդ ճշտելը շատ լուրջ խնդիրներ է 67 թվականից Իսրայելը վերցրել է պատերազմի արդյունքում այդ տարածքները, այտենց հեշտությամբ դրանից պիտի հրաժարվի, հա։ Այսինքն ուզեմ ասեմ, դրա համար եմ ասում, անցյալին վերադառնալը անիմաստ է, որովհետև եթե հիմա այսօր ասենք, բա ինչի հիմա չեք անում, հիմա իմաստ չունի անել։ Ուղղակի իմաստ չունի այս նոր իրավիճակում, բայց իմաստ ունի Միացյալ Նահանգների հետ աշխատել, հատկապես որ Միացյալ Նահանգները այդքան է շահագրգռված չի, որ Իսրայելի միջոցով, Ադրբեջանի միջոցով հիմա Իրանի հարցերը կարգավորեն, որովհետև չի ցանկանում այդքան դերակատարությունը Իսրայելի մեծացնի, որովհետև դրա պարագայում ինքը խնդիրներ է ունենալու Իսրայելի հետ կապված, որ պարտավորություններ կատարի, իսկ արդյոք դա հիմա Ամերիկային դա պետք է, այդքան էլ Ամերիկայի շահերից չի բխում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սավառ ապացույցն է այն բանի, թե որքան է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին, որքանով է աջակցում դրան։
Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք կայուն վերջնական խաղաղության հասնել տարածաշրջանում։ Պետք է վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների սահմանադրական հիմունքներին։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպես տարածաշրջանում հաստատվի վերջնական խաղաղություն։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանը հետևողականորեն աշխարհին լսացնել է տալիս, որ մենք ենք ցանկանում խաղաղություն, խաղաղության հետ կապված փաստաթուղթը մենք ենք ուղարկել Հայաստանին, Հայաստանը դրան համաձայնվել է։ Այսինքն բանակցությունները գնացել է, Հայաստանը զիջել, վերջը եկել են համաձայնության են եկել։ Այսինքն նախաձեռնությունը Իրանն է, ինքը խաղաղություն է ուզում, բայց Հայաստանն էլ սահմանադրությունը չի փոխում։ Այսինքն ինքը ցանկանում ամբողջ աշխարհին լսացնել դա, թե էսա իր պատկերացումները։ Մենք խաղաղություն ենք ուզում, Հայաստանը չի ուզում, սահմանադրությունը չի ուզում, տարածքային պահանջներ ունի մեր նկատմամբ։ Էս են Ադրբեջանը, որի հետ կապված մեր իշխանությունները գտնում են, որ այնուամենև պետք է իրանց հետ լավ լինենք, խաղաղ ապրենք, ոչ մի խնդրեմ չկա։ Հիմա տեսեք, այդ մարդիկ համառորեն պնդում են իրանց քայլերը։ Թեհրանում անցկացված համաժողովում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանց կոչվող նախագծի մասին քննարկում չկա։ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանց տերմինը եւ նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։ Բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը, ասել է Գրիգորյանը։ Հիմա նորից հարցածագում։ Մենք բառի հետևից ենք ընկել, թե բովանդակության։ Լավ, միջանցք չանունը ինչ է, Հայաստանն ինչ է դնում։ Բացել տարածաշրջանային կոմունիկացիաները։ Էտա ինչ է անունը։ Երբ որ դու ասում ես պատրաստ եմ քեզ տարածք տամ, գաս Հայաստանի տարածքով անցնես, անխոչնդոտ, նույնիսկ վերահսկողությունը լինի սկաներներով, որի պարագայում քու բեռը նույնիսկ չկանգնի, գա ու հանգիստ անցնի։ Եթե ինչ-որ մի բան էլ կնի, սկաները կֆիքսի, մենք կասենք, բոլոր փաստաթղթերը արագ օպերատիվ ձևով կարվի, հանգիստ կգաս կանցնես, ոչ մի խնդրեմ չկա։ Դրա անունը ինչ է։ Թող միջանցք չլինի, ինչ է։ Ասեք տրանզիտ ճանապարհ ասեք, ինչ է։ Հո հարցը նա չի, թե մենք օրինակի համար միջանցք բառից այնպես խուսափում ենք։ Իրանք էլ միջանց բառը դիտավորյալ են ասում։ Հարցը նա է, մենք ինչ ենք հասկանում դրա տակ, մենք հասկանում ենք անխոչնդոտ ճանապարհ ենք պատրաստ տալ, Ադրբեջանը նույնիսկ դրան համաձայն չի։ Այդ դեպքում հարց, մենք իր հետ գնում ենք խաղաղության, մենք ասում ենք ոչ մի խնդիր չկա, մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը թուղթ ենք ստորագրել, համաձայնության ենք եկել, այդքանը բավարար է։ Բայց այդ ում հետ որ գնում ես խաղաղության, այդ մարդը ասում է, չէ, ես այդ տարածքը վերցնելու եմ։ Դու ասես մենք անունը միջանց չենք դրել։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնացել էր Սյունիք, ասում էր միլիարդավոր դոլարներ աստեղով անցնելու, ժողովուրդ ջան, հասկանում եք, դա պետք է, մենք այդ ճանապարհը պետք է տանք։ Բա լավ ասեցիր, որ պետք է տանք։ Բա Ադրբեջանը ինչի չի ուզում։ Որտեւ ինքը ավելին է ուզում։ Ոչ թե այդ ճանապարհը չի ուզում, ինքը ավելին է ուզում, չգիտեք։ Հիմա եթե անունը միջանցք չլինի, անունը լինի ինչ, բացել կոմունիկացիաները, ու Ադրբեջանը եկավ բացեց ու չթողեց Հայաստանը վերահսկողություն սահմանի։ Անունը ինչ կապ ունի, ժողովուրդ ջան։ Աժնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով վերջերս Մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է Հայաստանից, ասել է, դա աբսուրդ է, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը։ Ինչպես տեսնում եք, անգամ աբսուրդ է, ժողովուրդ ջան։ Այնց է զարմանում, թե այդ աբսուրդ բանը ում մտքով անցնում։ Չէ, ժողովուրդ ջան, դե դեպքում պարզ ասեք իմանանք, որպեսզի հետո ցույց չտաք, թե ինչ որ դուք գնում եք Եվրոպա, դուք գնում եք եվրոպական ընտանիք, անվտանգության հարցերն եք ակնկալում Եվրոպայից, ոչ, դուք նույնիսկ աբսուրդ եք համարում այն քննարկումը, թե ինչ գործ ունի ռուսական բազան Հայաստանի տարածքում, երբ որ Հայաստանի անվտանգության հետ կապված մենք նաև ոչ մի սպասելիք էլ չունենք։ Դե այդ դեպքում դուք ասեք, որ մարդիկ էլ հասկանան, որ իրականում դուք ինչ քաղաքականություն եք վարում, ու պետք չի խաղեր տալ։ Մայիսի 20-ից 21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Բանակցություններ են նախատեսված արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Սպասվում են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն
ուշադրություն, տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում իդեպ այս հաղորդագրությունը ռուսներն են արել, մերոնք այսքան չեն մանրացել, ուղղակի ասել են կգա կհանդիպի սրա հետ նրա հետ, ինչ ասում, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ, ասում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, այսինքն Ռուսաստանը հերիք չի գալու է մի հատ իրանց հարաբերությունները Հայաստանի հետ մի հատ ճշտի, մի հատ էլ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իր դերակատարությունն է կարեւորում, էլի, որտեղ ինքը լուրջ առաքելություն ունի այդ հարցում։ Իսկ մենք ուզում ենք իմանանք, մենք ուզում ենք որ Ռուսաստանը այդ լուրջ առաքելությունը ունենա, թե չենք ուզում ունենա։ Դատելով մեր իշխանության վարքագծից, որ աբսուրդ է համարում 102-րդ բազայի հանելը, հասկանում ենք, որ իրանք իսկապես Ռուսաստանի կարիքը ունեն։ Ուղղակի պետք չի ժողովրդին խաբել, թե դուք գտնում եք, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, պետք չի, անիմաստ է։ Եթե գտնում եք, որ դա այդպես չի, պարզ մարդկանց կանգնեք ասեք, մարդիկ էլ հասկանան ձեզանից ինչ ակնկալեն։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս հարցերի հետ կապված մենք պարբերաբար կանրադառնանք, վաղը այդ հարցազրույցի ուշագրավ թեմաներին կանրադառնամ, ժամանակ կգտնենք, կխոսենք դրա հետ կապված եւ պարբերաբար մեր ուշադրության կենտրոնում կպահենք բոլոր աշխարհակաղակական տարածաշրջանային ներպետական զարգացումները, առաջիկայում մենք կքննարկենք անելիքների մասին, ի վերջո ով տեղից վերակենում խոսում է առաջիկա ընտրությունների մասին, նաեւ Քոչանն էլ այդքան չանդրադարձավ Արցախի հետ կապված քննարկումներին, ինչքան անդրադարձավ ներպետական խնդիրներին, որովհետև արդեն նախապատրաստվում են ընտրությունների, ինքն էլ իր տեխնատությունը արդեն առաջադրել է որպես կարողուժ եւ այլ եւ այլ։ Իհարկե վաղը կխոսենք դրա մասին, ուզեմ ասեմ այսօրվա դրությամբ ամեն ինչ անում են, որ ներքին օրակարգը առաջ բերեն, նույն խնդիրն էլ նաեւ կայանում է, շատերն ասում են Նիկոլ Փաշինյանը կարևոր հանդիպումներին ինքը չի գնում, ասենք կար արել Հռոմի պապեր գնար մի հատ այնտեղ նրա պաշտոնավարման գահակալության հետ կապված, բայց գնում է գյուղերում ինչ որ հանդիպումներ ունեն, որովհետև ժողովուրդ ջան, Լեո 14-րդը Նիկոլ Փաշինյանին ընտրության հարցում չի կարող օգնել, ինքը Հայաստանում ընտրող չի։ Այ գնացել է ստեղ ընդեղ մարդկանց հետ խոսում անում, այս կոմենկում, որ նրա սիրտը շահի է, սանի են անի, որպես իրան ձայն տան։ Էտա նա չի մտածում Հայաստանի մասին, որ մտածի, այս օգտակար, այս կարևոր հանդիպումը այսպես անենք։ Ցանկացած հանդիպում նպատակ ունի։ Ադրբեջանի հետ այդ անպայման ինքն է, որովհետև շատ կարևոր բաներ կա խոսալու, որ շատ բաներ կարող է պետք էլ չի, որ մենք իմանանք։ Այդ դեպքում պետք է իրանք երկուսով նստեն եւ իրանք քննարկեն։ Իսկ մեկ ուրիշ հարցերում հանդիպի նրանց հետ, ովքեր որ իրան ձայն են տալու։ Էսա պետական քաղաքականության բացակայությունը այդ մարդու մոտ հենց այս տեսքն է ունենում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։